Սիրելի հետևորդներ, բարի երեկո, ողջույններ բոլորիդ։ Տեսեք, թե ինչ եմ անում ես այստեղ նստած։ Պատրաստվում եմ Զատկի տոնին։ Ինչպես բոլորը ձգտում եք, որ յուրահատուկ լինի ձեր Զատկի սեղանը, թե դիզայնով, թե ոճով, այնպես էլ ես եմ ձգտում, որ գեղեցիկ լինի։ Եվ ինչ եմ ուզում անել, ուզում եմ բնության պարգևներով, բարիքներով ձևավորել, զարդարել իմ սեղանը, ծառերով, խոտաբույսերով, այն բնության աքսեսուարներով, բնական բաներով զարդարեմ Զատկի սեղանը ու քիչ-քիչ ճյուղերը բերում եմ, պատրաստվում եմ։ Անցած վլոգում տեսաք, որ ես ուռենու ճյուղերով եւ իմ հողամաս եգիպտացորենով պատրաստեցի ծաղկած ծառի ճյուղեր եւ շատ գեղեցիկ ստացավ։ Իհարկե ես այսօր անպայման էլի կփորձեմ մոմի տարբերակը, կտեսնեմ ոնց է լինում։ Այստեղ այս դաշտից բերել ենք մի քանի աքսեսուարներ, մոտիկից հեսա ցույց կտամ, կտեսնեք, սիրելի հետևորդներ, այնքան չգիտեմ կստացվի երևի, որ մի գեղեցիկ դիզայն անեմ, մի բաներ եմ նախատեսել, որ պետք է բերեմ, մի խոսքով մի հատ սիրուն սեղան կպատրաստենք։ Դե խանութ չհասցրեցի, որ գնայի, սիրելի հետևորդներ, այն ճուտիկ-մուտիկներ, որ գնեի, դա վաղը կբերեմ, այդ ընդհանուր էս հիմիկվա պատրաստածի վրա գեղեցիկ կձևավորեմ, իրենց տեղերը կթողնեմ, բայց այն ամենակարևորները հիմա բերել եմ, մոտիկից ցույց տանք։ Այստեղ ցույց եմ տալիս, սա եղեգնի ճյուղեր է, տենց բմբուլավոր, այսպես բերենք այստեղ, տենց բմբուլավոր եղեգնի ճյուղեր է։ Կարող եմ գույներ տալ, ներկել, շատ եմ բերել, իհարկե ես մի փոքր այդպես որոշեցի բերեին, դնեիմ այստեղ, այսպես թող մնա, սա սիրամարգ է, որը էլի է գեղեցիկ ձևավորել, իսկ այս զամբյուղը այսօր Աշոտը գործեց ուռի ճյուղերով, վաղ ավելի մեծ ինչ-որ բան կպատրաստի, առայժմ հիմա ցույց տամ հատ առ հատ ինչեր կա, հետո ձևավորումով կզբաղվենք, սա ծաղիկ է, այսպես կանանչ զարդարանքի հավեսին թղթենուրբ ժապավեններ են, սա էլ պետք կգա զարդարման համար, գիտեք ինչ սիրելի հետևորդներ, լինում են նվերներ, որ հետաքրքիր բաներ են լինում և ես հավաքում պահում եմ, ասում եմ մի բանի պետք կգա, սա տանը ունեմ, ունեցել եմ կոճղե, որպես կաթսաների տակդիր եմ օգտագործել, բայց այս անգամ կօգտագործեմ Զատկի համար մի բան կպատրաստեմ, այստեղ տեսեք ծլել են իմ կտավատի սերմերը, դեռ տենց էլի ծլում են, աճում են, լավ ված չի, սա այսպես, այստեղ ես բերել եմ հետաքրքիր ճյուղ, սա սիրելի հետևորդներ ծառ չի, ինչ-որ խոտաբույս է, ծառի ճյուղ չի, ու ինքը սենց գեղեցիկ ծառի ճյուղի է նման, նայեք, սա դուրս եկավ ու կտրեցի բերեցի, սա այսպես, այստեղ էլի ունեմ ծառի ճյուղ, սա ալոճի ճյուղ է, սուր փշերով, սրա վրա ինձ թվում է մոմե ծաղիկներ կհավաքեմ, սա էլ այստեղ, այսպես դնում եմ, տեսեք, այստեղ դե անցած անգամ ձվի կեղևները ես ներկեցի տորոնի արմատներով ու գեղեցիկ գույն եմ ստացել, սա էլ կօգտագործեմ հիմա դիզայնի համար, մի քանի հատ եմ ներկել, հարկ լինի էլի կներկեմ, սրանք սիրելի հետևորդներ սովորական ձվիկներ են, որ խանութից վերցրել էինք անցած տարի, դրանք են, այնտեղ էլի ունեմ հավիկներ, մի խոսքով, և մեր բնությունը ասել եմ, չէ առատաձեռն է ու ամեն ինչ պատրաստած տալիս է, ինտերնետով տեսնում եմ, որ մարդիկ
մարդիկ սարքում են թռչնի բույն, տենց տարբեր բաներով, խոտերով, ճյուղերով, բայց մեր բնությունը այնքան առատաձեռն է, ինչու՞ չէ նաև կենդանական աշխարհը։ Մի հատ տեսեք ինչ սիրուն բույն եմ բերել։ Իհարկե սա լքված թռչնի բույն է, եթե այս բնան մեջ ապրեր ինչ որ թռչուն, ես հաստատ չէի վերցնի։ Հողամասի մասրենու ծառի միջից նայեք ինչ խնամքով, ինչ գեղեցիկ սարքել է, նուրբ, թեթև, հատուկ նազելի նազի համար։ Էլի եմ ասում, եթե գործող թռչնի բույն լիներ, ես հաստատ չէի վերցնի, որովհետև գիտեմ, իմ աչքի առաջ է, այդտեղ ոչ մի թռչուն ելումուտ չի անում, ու շատ կան դաշտերում, լիքն է տես ծառերի վրա, չորացած, փտած, եւ դա մի հատ էլ այսպես մեծն ենք վերցրել, ահա, սա էլ, տեսեք արդեն ինքը փտել է, տենց հազիվ մի քիչ որ ձեռք տանք կպոկրտվի, ինչ խնամքով, ինչ հավեսին գործել են, հյուսել են, չէ, ծիծեռնակը բույն է շինում, եւ շինում է ու երգում, ամեն մի շուղ կպցնելիս առաջվա բույնն է հիշում։ Շունների բունը, որ պարգև են տվել, նվեր են տվել, ես էլ վերցրել եմ, էլի եմ կրկնում, չեմ քանդել, որովհետև չգործող բույն է, հա, նաև մեր հողամասում էլի բարձր ծառի վրա էլի բուն կա, թռչնի, որտեղ ոչ մի թռչուն չի ապրում։ Եվ այստեղ էլ ինչ է, դաշտի էլի մամուռներ են, տեսեք, չորացած մամուռներ, սրանք էլ կօգտագործեմ ձևավորման համար, բայց դե էլի դաշտից ինչ որ բաներ բերելու եմ։ Դե հիմա գնում ենք պատրաստելու, պատրաստում ենք, տեսնենք ինչ ենք սարքում, արդեն սիլիկոնը տաքացել է, այս մի ճյուղը դնենք մի կողմի վրա, այսպես թող մնա, մեզ չխանգարի, սրանք էլ մի կողմի է, զամբյուղն էլ այսպես։ Ես հիմա ուզում եմ սա այստեղ ամրացնեմ, սիլիկոնով տեսնեմ կկպնի, ինձ թվում է, որ պետք է կպնի, սրանք խնամքով այստեղ, իհարկե մի հատ մովի մկրատով հավասար կտրել ենք ու տեսնենք, լավ սիլիկոն անեմ, ու փորձենք կպցնել։ Ինձ թվում է, որ պետք է կպնի, չգիտեմ։ Տենց շատ չեմ ծանրաբեռնելու, պետք է պահենք, իրար չտանք տենասո դիմացի, կարող ես դիմացի, նազոն պետք է այսպես պահի, ձեռքերս դողում են, բայց դե պետք է պահեմ, ինչ անեմ, իսկ որ մի քիչ փոս լիներ մեջը փայտի, պետք է պահեմ, ինչ անեմ, համբերություն է պետք, Սիրելի հետևորդներ, ուլում զուլումով մի կերպ տենց կպցրեցի ու ձեռք չեմ տալի, թող ինքը իր հունով տենց չորանա, մի քանի րոպեներ թող մնա չորանա, ես այդ ընթացքում ուրիշ դիզայն անեմ, անցնում ենք սիրամարգիս, և որոշել եմ, որ ես այստեղ այս սիրամարգին սիրուն խնամքով այսպես դնելու եմ
Եվ Եվ այսօրվա Աշոտի պատրաստած զամբյուղն եմ դնում, սիրունա չէ, սիրունա Աշոտը թողա ասի, որ ինքը գեշա, և ինչ եմ անում, այս կանաչ թերթիկներից ձգվող են, սրանցից, ես գյուղեցիկ նուրբ լցնում եմ այստեղ, սա այսպես, և քանի որ ունենք մենք փոքրիկ ձվիկներ, ոնց որ անձրև ակոլի սիրելի հետևորդներ, այս ձվիկներն էլ այսպես այստեղ, ինչ կարծիքի է, գեղեցիկ է, չէ, մի հատ մոտիկից նայեք, սա այսպես, սա արդեն որոշված է, որ այսպես պետք է մնա, իհարկե կարող ենք այստեղ կոնֆետներ լցնել, հենց գնդիկավոր կոնֆետներ կան, չէ, դրանցից լցնել, բայց կոնֆետների համար Աշոտը հատուկ զամբյուղ կգործի և ես կոնֆետները կլցնեմ այդտեղ, սա այսպես, սիրելի հետևորդներ, սա մեկ, այստեղ թող ծառը չորանա, այս ծառը կպնի, հետո կտեսնեք ինչ եմ անելու, այստեղ ես ունեմ այսպիսի զամբյուղ, սիրելի հետևորդներ, քանի որ այս մի բույնը շատ, սա այսպես դնենք այստեղ, քանի որ այս մի բույնը ինքը շատ ծանր է ու ինքը ցեխով էլ է շաղախված, այս բույնը այսպես ես կդնեմ այստեղ, այսպես այս կողքի մասերը չեմ ուզում երևա, դատարկ չլինի, այսպես երկու այդ մամռակալած ճյուղերից կմցնեմ, սա էլ այսպես, որ դատարկ չերևա, էլի, ինձ թվում է նորմալ ասենց, սա էլ այսպես, սիրուն է, չէ, հետո գեղեցիկ կձևավորենք, սա էլ դրեցի մի կողմ, որը պատրաստում եմ, մեկնում եմ այն կողմ, շատ եմ սիրել այսպիսի աշխատանքներ կատարել, սիրել եմ տենց դիզայներությամբ զբաղվել, չգիտեմ ստացվում է մոտս, թե ոչ, այդ էլ արդեն թողնում եմ ձեր հայեցողությանը, ձեր կարծիքների վրա, իհարկե ասել եմ այստեղ ինչ որ բաներ եմ լցնելու, սրանք ամաններն են, զամբյուղները, ծառին դեռ չեմ դիպչում, սիրելի հետևորդներ, ունեմ այստեղ մեկ ծաղկաման և պետք է այս փշոտ ճյուղը տեղավորեմ այստեղ, ծառը չքանդի, են որ համել կտրում ենք, մի քիչ էլ սրա պոչից, օպլա, թեք է մնալու, կամ էլ թող թեք լինի, պարտադիր ասենց ուղիղ լինի, այսպես թեք թող լինի,
Որ ճուղը չի թողում, որ ինքը ուղիղ մնա, այս սա երևի, այդ ծառը ալաբուլա է երևում, ուխ ես ինչ փշոտ է, ահա որ, բայց այսպես թեքությամբ ավելի սիրուն է, թող սենց թեքել մնա, սրա վրա մոմե ծաղիկներ եմ հավաքելու։ Նայ մեր կոլորված մոլորվածին, Հա, մի արա, այդ խամյակին դու քո ձեռով ա գնալու սատկացնելու ես, ես էլ այսպես, սա այսպես, ես էլ դնենք այստեղ, մոմե ծաղիկները կհավաքեն վրան, ուրեմն ինչ եմ պատրաստում, դե ես արդեն տեսել եք այստեղ ձվիկները ինչ է արել, բայց ձվիկները Նազոն ինչ պետք է անի է, սրանք ինչ անենք, դիզայն, բնան մեջ սիրուն չի լինի, հաստատ ուրիշ բան կանեմ, այս մի ձվիկը, տեսեք այսպես, ինչու եմ վերցնում եմ բաժակ, դնում եմ բաժակի մեջ, այսպես թող մնա, հիմա կասեք ինչի համար Նազո, ինչու դրեցիր բաժակի մեջ, մոմ եմ պատրաստում սիրելի հետևորդներ, մոմ, դե մոմը, սովորական մոմը հալեցնեմ ու գանք պատրաստենք, մոմի թելը վերցրել եմ սովորական սենց վերմակ կարելու թելա, երկու տակ եմ արել, պես պետք է սա իջացնեմ, այսենց, այս մոմը, որ այսպես մնա, այսպես եմ արել, որ չընկնի չոփիկներով ու գնացինք մոմը հալել, մոմն էլ լցրել եմ սենց ամանի մեջ, սուրճի են պելեկոֆեի ամաններից է, որ կարող եմ հետո գցել, ու հալենք, սովորական մոմ եմ վերցրել, հալենք և առիթից օգտվելով կփորձեմ այդ մոմի ծաղիկներից էլ պատրաստել։ Այս աշխատանքները կատարում եմ մեծ սիրով։ Ինձ թվում է լավ է։ Լցնելու պահը մի քիչ չերևաց, հակառակ լցրեցի, բայց դե ոչինչ սիրելի հետևորդներ, կարևորը որ ես լցրեցի, այսպես թող սառի, փայտիկներով բերում ենք թելը մեջտեղ։ Մոմը սարքեցի ձվիկով, հալեցի, որ մի արա, թող, մոմն էլ այսպես լցրեցի, չոփիկներով թող թելը մնա, սա էլ հանկարծ չկպնեմ, թող սառի, ձվիկի մեջ մոմ, սիրելի հետևորդներ։ Հիմա թրենդային տարածված մոմե ծաղիկները։ Լիլիթ, չիլում Լիլիթ։ Դե թողիքից սառի։ Ինչը։ Ձեռնոցով են անում։ Կանի լտենը։ Լսի, վերցնում ես։ Հա։ Տենց մատդ կվառես, տենց ես անում, դու լանեմ։ Թող գնան է, գնան դե մի հատ տաքացնեմ։ Չի լինում, ինձ մոտ չի լինում, մի թերթանի է լավ, չի լինում, իմ ծաղիկները չէ լավ, էսի հետո, կպարապեմ նոր, էսի կպարապենք նոր,
Միգուցե հետո անենք։ Ես չեմ կարող ասել, էսի չեղավ, էս մի բանը Նազոյի ծերից պլստած, բայց մի հատ թերթիկով եղել է։ Եվ եկան այս ծառի պահը, արդեն ծառս կպել է, ինձ թվում է չի ընկնի, լավ է։ Տակի մասը ես ուզում եմ այսպես այս դեկորներից դնել, մամուռներից դնել, ահա։ Հա։ Հարևանին այ։ Աղջին չես գցե այդ բանկայի մեջ։ Իրա բունն եմ լվանում, խելոք չեր պահում։ Բունն ես լվում։ Հա, լվացի որսա։ Հա։ Մացի չորացնենք ուսյո։ Հա, ուրիշ բան մի արա այդ խեղճ ու կրակին։ Սենց սիրուն։ Մամուռներ։ Քանի որ այդ ծառին չեմ ուզում, ես շատ ծանրաբեռն եմ, սիրելի հետևորդներ, որ հոնքորս շուր չգա, բայց այս փոքրիկ ու նուրբ բույնը պետք է դնեմ ծառի վրա, որ մասը, այս մասը։ Դե Նազո ջան, զգույշ։ Ինչ կարծիք եք, սիրուն եղավ, մի քիչ վերև հանենք, դե ուղելը մեր վրա է, էլի, ահա, շատ սիրուն, ծառի այդ հատվածը մամուռներով սարքեցի ու այսպես թռչունի բույնը, չէ, լավ է եղել, դե, ես էլ սենց կարմար, սիրուն, չէ, սիրունա, և երեք հատ էլ սպիտակ գնդիկ ուլունքներ, հա, Մի րոպե մի հատ ջուրը միացնեմ, անջատ է։ չէ, կայնի բան եմ անում, իբրև թե սա թռչունի ձու է, ահա, փայտով ուղել, ահա, իրար մոտ, այսպես, լուրջ, Այդ խոտը տալիս ուտում է։ մենակ բանը չկարացա սարքեի լիլիթ, բյոկան։ տատ պետք է գալու, այսպես, սենց բաներ կանենք, ինչ պարտադիր է, ահա, սիրուն չի, սիրուն է, պետք կգա, Աշոտը դեռ չի տեսել ես ինչեր եմ արել է, որ տենա, բայց կարելի էր մի հատ էլ մոմ սարքել, Արի քո կարծիքը արտահայտի, Ես ինչ եմ սարվել, սիրուն սարքել է, սիրուն է, հա, ահա սիրելի հետևորդներ, սա էլ դիզայնը այսօրվա, ինչ եմ ասում այսօրվա, որովհետև այնքան բաներ ենք բերելու դեռ, որ գեղեցիկ սիրուն սարքենք, Աշոտ ես ծիտիկի բույնը սիրուն եմ, չէ արե, բամիջի ձուն տեսել ես, ձեր չտաս լիլիթ, ձվերն էլ մարգարտե ուլունքներ են, ահա, Եվ այսքանը սիրելի հետևորդներ, ձեզ ասենք բարի գիշեր, շարունակությունը էլի կտեսնեք։ Սիրելի հետևորդներ, ես տեղափոխեցի այստեղ և որոշ փոփոխություններ կատարեցի,
Ահա, այս զամբյուղը որոշեցի այսպես սեղանին դնել եւ ձուն հարմարեցնել այստեղ, քանի որ ինքը հարմար է։ Ահա։ Իսա կվառեմ ու տեսեք, գեղեցիկ է, իհարկե էլի շատ ավելացնելու բաներ կան։ Այսպես։ Սիրունը շատ, իմ դուրը շատ եկավ, պարտադիր չի, որ գումար ծախսենք, կարող ենք մենք էլ պատրաստել, օգտվելով բնության բարիքներից։ Բնությունը շատ առատաձեռն է։ Վառում ենք մոմերը, բոլորիդ ասում եմ բարի գիշեր, ուրախ եղեք, առողջ եղեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի դիտեք հետաքրքիր, ինչ ասեմ, ամեն ինչ։ Հետ նազելի նազներ, որը սիրով սպասում է ձեր դիտումներին, մեկնաբանություններին, քել վերցրեք բնությունից այն ամեն ինչը, ինչ անվճար տալիս է ձեզ։ Մի հետաքրքիր ինչ որ մի դետալով, չնչին ինչ որ մի բանով դուք կարող եք գեղեցիկ մի գեղեցկություն ստանալ։ Լավ եղեք, առողջ եղեք։ Ես վայքում եմ, դուք լայքում եք։